փոխում եք ընտրարշավը, ձեր տպավորություններն ինչպիսին են, հունիսի 8-ին ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու։ Համբերեք հասնեն բեմի վրա նոր կպատասխանեմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Իսկ ընտրարշավի ձեր տպավորություններով կկիսվեք։ Իհարկե գիսեմ, որ շատ տպավորված եմ այդ ջերմության, վստահության, հարգանքի, որ իրոք այսօր ես զգացել եմ, որ մեր ժողովուրդը փոփոխություն է ուզում, ոչ թե սուտ խոսալ, ասել, կազմակերպել, մարդը պետք է շրջի գյուղերով, տարածքներով, վարչական շրջանով, իրոք զգա ժողովրդի ուզածը ինչ է ժողովուրդը սպասում։ Այդ ժամանակ արդեն արդարացի կլինի, ես բոլոր տեղերը շրջելով, լսելով, հասկանալով արձանագրել ենք հիմնական ժողովրդի խնդիրները, խնդիրները, որ մենք էլ խոստացել ենք եւ դա լուծումներն ենք գտել, որ լիարժեք առաջի հենց որոշման ժամանակ որ մեզ հրանցություն տրվի, անմիջապես դա բոլորը լուծելու ենք։ Հնարավորություն էլ կա, ցանկություն էլ կա, ծրագիր էլ կա, կապեր էլ կա, լավ թիմ էլ կա։ Պարոն Ծառուկյան, դուք բոլոր բնակավայրերում մարդկանց ասում եք սպասեք լավ փոփոխությունների։ Ինչ փոփոխությունների մասին է խոսքը եւ ինչ ժամանակում դրանք կյանքի կկոչվեն։ Դա արդեն կոչած է, դա Ծառուկյանը իր կողմից, իր ազգին, իր երկրին, իր ժողովրդի համար է կատարել, որ իմ ժողովուրդը այսօր ասելու բան չունի։ Այս 8 տարվա ընթացքում լիարժեք ոչ մի լավ բան չել է, բացի սուտ ասելուց, խաբելուց, ժողովրդին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տուժտուգանքներով, գույքարկ ավելացնելով, այդ բոլորը ասենք թե այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Ես դա տեսել եմ, զգացել եմ, մարդիկ վախում են, սենց բան պատմության մեջ չի եղել տենց ընտրություն, վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն, վախացնեն, չի եղել, բայց վախի մթնոլորտով պահելը դա ժամանակ որ բնույթ է գրում, արդեն ես ասում եմ, իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելը անհնար է, այս վերջի մեկ ամսվա